Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նույնպես տպավորված եք, պարոն Խաչատրյան։ Իհարկե տպավորված եմ։ Սա այն էր, ինչ սպասում էիք այսօրվա օրվանից, այսօրվա զորահանդեսից։ Այո։ Հատկապես ես տպավորել։ Տպավորությունը ամենամեծ տպավորությունս այն է, որ վերջին 22 թվականից սկսած մեզ հաջողվեց բանակում մեծածավալ բարեփոխումներ իրականացնել եւ այդ բարեփոխումները զինված ուժերի բոլոր բնակավարներին էր վերաբերում, սկսած կրթությունից, զինտեխնիկայի ձեռքբերում, համազգեստ եւ կառավարման համակարգեր եւ այսօր դուք տեսաք այն մի փոքր հատվածը, որը կարելի է ցուցադրել եւ կարծում եմ, որ շատ ճիշտ էր, որ զորահանդես կազմակերպվեց մայիսի 28-ին, որովհետեւ մեր ժողովուրդը պետք է տեսներ գոնե այն փոքր հատվածը, որը որ հաջողության ենք հասել բարեփոխումներում։ Իհարկե բարեփոխումները շարունակվում են, ընթացքի մեջ են եւ մենք ամեն տարի տեսնելու ենք շատ ավելի լավ բարեփոխված եւ ուժեղ զինված ուժեր։ Պարոն Խաչատրյան, ընդդիմության այսպես ամենամեծ քննադատությունն այն է, որ սա կազմակերպվում է ընտրություններին ընդառաջ։ Ասում են, ինչու ավելի շուտ չէի անում, եթե սա նախընտրական, հերթական, այսպես քարոզչական միջոցը չէ։ Հիմա տեսեք, ընդդիմությունը սկսելու է փորձեր անել, նսեմացնել մեր բարեփոխումները, մեր բանակի ձեռքբերումները անպայման սկսելու են։ Ես սպասում եմ, որ 1 ժամ հետո, օրինակ հրապարակ թերթը կարող է գրել, տեսեք, զինված ուժերի զինանշանը, արծվի թևերը կիսալուսնի նման են, տեսեք, այդ ռոբոտ շները, դրանք շներ չեն, գորշ գայլեր են, այսենց հիմար փորձեր կարվեն նսեմացնելու համար, իսկ ինչ վերաբերում է ինչու ընտրություններից հետո զորահանդեսը չենք անում, դե ինչ մեղք ունենք, որ մայիսի 28-ը հունիսի 7-ից առաջանք է։ Չէ, ես նկատի ունեի, օրինակ անցած տարի ինչու չէր արվում, կամ նախ անցած տարի, եւ ինչու օրինակ զորավարժություններ չեն արվում։ Ով ասել չեն արվում։ Զորավարժություններն են արվում, զենքի փորձարկումներն են արվում ինտենսիվ, ամեն ինչը չի, որ լուսաբանվում եւ խոսվում է, ամենաշատը որ կարելի է ցույց տալ, սա է։ Իհարկե, շատ ու շատ ձեռքբերումներ կան, որոնք ցուցադրման ենթակա չեն եւ չեն էլ ցուցադրվում։ Ինչ վերաբերում է ինչու անցած տարի չենք արել, որովհետեւ դեռևս անցած տարի մենք ունեինք ձևավորման փուլում շատ process-ներ եւ այդ շատ process-ների ավարտը այս տարի եղավ։ Բայց պետք է ասեմ, այն ինչը դուք տեսաք, այս բարեփոխումները, սա տասնյակ տարիների ձեռքբերման հնարավոր էր ձեռքբերել։ Ուղղակի գերծանրաբերված ռեժիմով կառավարությունը, պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի մյուս ստորաբաժանումները գերլարված աշխատանք են իրականացրել, որ այսօր հնարավոր լինի այս ամենին հասնել այսքան կարճ ժամանակահատվածում։ Ժամանակահատվածը շատ կարճ է, ինչը դուք տեսնում եք։ 22-23 թվականից հետո է այս ամենը տեղի ունեցել։ Մի քննադատություն էլ կա, ես կուզեի այդ մասն էլ խոսեք, երեք Նիկոլ Փաշինյանը թիրախավորում էր ԵԱՏՄ-ի հետ կապված, թիրախավորում էր պարոն Լուկաշենկոին, ուզում եմ հասկանալ, ասում էր փորում է, ոնց որ կար, եթե ճիշտ եմ հիշում, փորում է ԵԱՏՄ-ի տակ, ուզում եմ հասկանալ, մենք ավելի շատ քննադատություն տեսնում ենք ռուսական կողմից, այսինքն Օվերչուկն է հայտարարություններ անում, Վլադիմիր Պուտինն էր, որ ասում էր քաղաքակիրթ ապահարզանի մասին, այս հայտարարությունները մի կողմ թողնելով թիրախավորել Լուկաշենկոին ինչումն է, էլի պատճառը որն է սրա։ Ում եք ուզում որ թիրախավորեն։ Չէ, ուզում եմ հասկանալ Հանրապետության վարչապետը բոլոր հարցերի պատասխանը տվել է եւ Լուկաշենկոին ոչ թե թիրախավորել է, այլ պատասխանել է Լուկաշենկոյի դիրքորոշումներին եւ նրա հայտարարություններին, դա պատասխան է։ Պուտինի հայտարարություններին ինչու չկա պատասխան։ Վախենում ենք ամեն ինչին էլ պատասխան կա, ամենաչվախեցող կառավարությունը եւ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, որ երբևէ չի վախենում որևէ մեկից եւ դրանում դուք պետք է համոզված լինեիք։ Շնորհակալություն։ Չէ, ուղղակի հարցն այն է, որ հայտարարությունները հնչում են Պուտինից, Լուկաշենկոին է թիրախավորում, սա է հարցը։
Լուկաշենկոին չի թիրախավորում, պատասխանում է նրա հայտարարություններին։ Այո։ Պուտինը ենթարկվում է Լուկաշենկոին, ուզում եմ հասկանալ, որտեղ Պուտինից էլ ենք լսել ապահարզանի քաղաքակիրթ ապահարզանի մասին։ Ենթարկվում Պուտինն է Լուկաշենկոին, թե Լուկաշենկոն Պուտինին, բայց վարչապետը ասել է այն, ինչ անհրաժեշտ է ասել այդ սահմանների եւ բովանդակության մեջ։